Երեկ լրացավ Ղուսան Ասատրյանի որդիներից լուսահոգի Սեդրակ Ասատրյանի մահվան 20-րդ տարելիցը։ Նրա ընտանիքի անդամներն այս կապակցությամբ հրապարակումներ էին անում, նշելով, որ կարոտում են, չեն կարողանում համակերպվել նրա մահվան հետ։ Զվարթ Ասատրյանը հրապարակելով եղբոր մասնակցությամբ լուսանկար գրել էր. 20 տարի անցավ, բայց ցավը չի փոքրացել, նրա գնալով փոխվեց մեր ամբողջ կյանքը, նույնիսկ ծնողներս այդ ցավը մինչև վերջ չկարողացան տանել, գրել է նա։ Այսօր նաև ինստագրամյան հարթակում հրապարակում է արել Սեդրակ Ասատրյանի կինը՝ Կարմենը։ Նա հրապարակել է մի քանի կադրեր ու գրել. 20 տարի է անցել, ինչ դու լքել ես այս աշխարհը։ Այսօր ես կանգնում եմ այստեղ հիշելով քեզ և մեր կյանքը, որը ստեղծել էինք, մեր որդուն։ Նա 24 տարեկան է հիմա, և հիմա դու հպարտ կլինեիր, հանգչիր խաղաղությամբ, գրել է Կարմենը։ Նշենք նաև, որ այստեղ նաև հրապարակումներով են հանդես եկել Արտաշ Ասատրյանը, Տիգրան Ասատրյանը և ուրիշներ։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք այս ընտանիքի վերաբերյալ այլ հրապարակումներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, աշխարհի տարբեր կետերից Հայաստանի էին ժամանել շատ ու շատ հյուրեր։ Նրանք եկել էին, որպեսզի նշեն Արամ Ասատրյանի թոռնիկի հարսանյաց-հանդեսը։ Այս հարսանիքի կադրերը մինչ օրս տարածվում են համացանցում։ Արամն ու նրա սիրելին Աննան բավականին սիրված են հանրության կողմից։ Այդ օրից ի վեր Աննայի ինստագրամյան հարթակում օր-օրի, ժամ-ժամի հետևորդներն ավելանում էին։ Մարդկանց հետաքրքրությունն այս զույգի հանդեպ շատանում էր։ Նրանք գրում էին և նշում, որ նրանք իսկապես սազում են միմյանց։ Աննան գեղեցիկ հարսնացու է, իսկ Արամը բավականին համեստ երիտասարդ է։ Հարսանիքից հետո Արամն ու Աննան մեկնեցին Մեղրամսի, նրանք գնացել էին Մալդիվներ, իսկ Մալդիվներից հետո մեկնեցին Դուբայ, որտեղ մի քանի օր մնալուց հետո Արամը գնաց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, իսկ Աննան գնաց Բելգիա իր ծնողների մոտ։ Մի քանի օր այնտեղ մնալուց հետո երեկ Աննան գնացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և միացել իր սիրուն։ Այս կադրերը, որտեղ Արամը իր ծնողների հետ դիմավորում էր Աննային, տարածվել էին համացանցում, նրանք շքեղ ծաղիկներ էին գնել և օդանավակայանում նվիրել էին Աննային։ Տուն գնալուց հետո Աննան մի քանի հրապարակումներով ցույց է տվել իրենց գեղեցիկ տունը, որը ևս ներկայացրել ենք ձեզ։ Համացանցի օգտատերերից շատերին հետաքրքրում է, արդյոք Արամն ու Աննան ապրելու են Արամի ծնողների Կարմենի և նրա ամուսնու Արտակի հետ, սակայն ինչպես երևում է, ոչ, նրանք առանձին են ապրում, որը փաստում են Աննայի երկուօրյա հրապարակումները, որտեղ ինքն ու Արամը միայնակ են սրճում։ Հավելենք նաև, որ ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, տեղի ունեցավ սիրված երգիչ Արտաշ Ասատրյանի կնոջ Աննայի սեփական բրենդի ստեղծումը և սեփական խանութի ցուցադրությունը իր հյուրերին։ Մենք ներկայացրել ենք ավելի վաղ այս մասին, դե իսկ այժմ ներկայացնում ենք Աննայի ամուսնու քույրիկի Արամ Ասատրյանի դստեր Զվարթի տեսքը իր հարսի խանութի բացմանը։ Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին և վերջին շրջանում Զվարթը բավականին գեղեցիկ տեսք ունի։ Նա երիտասարդացել է, բավականին շատ քաշ է կորցրել և այդպիսով ավելի երիտասարդ, հաճելի և գեղեցիկ տեսք ունի։ Երեկ ևս բացառություն չէր։ Նա բավականին շքեղ տեսքով էր ներկայացել Աննայի խանութ սրահի բացմանը։ Նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք այս խանութ սրահի նրա բրենդի մանրամասների մասին։ Ասատրյաններից բացի նաև բացման արարողությանը ներկա են գտնվել հայկական շոու բիզնեսից մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում դերասանուհի Լուիզա Ղամբարյանը, երգչուհի Զարուհի Բաբայանը և ուրիշներ։ Կադրերում երևում է, որ ներկաների շարքում են եղել նաև Սյուզի Ասատրյանի սկեսուրը, ամուսնու քույրը և մի շարք այլ բարեկամներ։ Նշենք նաև, որ այս խանութ սրահում առկա են բնական մորթուց պայուսակներ։ Այս պայուսակների արժեքները բավականին թանկ են։ Մեր աչքից չի վրիպել, որ նրանցից մեկն արժե 251,000 դրամ, իսկ ամենաթանկն արժե 460,000 դրամ։ Թե ովքեր են լինելու այս բրենդի նախընտրողները, պարզ կլինի ավելի հետագայում։ Ամեն փոքր ուզում եմ ասեմ, ոնց ստեղծվել Ջաննան, G Աննա, իմ ազգանվան Գևորգյան Աննա, բայց միտքը բառի հենց Ջանա բառը, որոնք հայերը շատ ենք օգտագործում, բոլոր բառը հարազատ է, ու մի փափուկ, մի լավ բան զգալուց, այդ բառը շատ ենք օգտագործում, Ջանա, այդ Ջանայի մասին։ Ես այսօր մեծ սիրով փորձում եմ ներկայացնել իմ
նոր հավաքածուն բնական մորթիներից պատրաստված պայուսակների, հետագայում նաև աքսեսուարների և հագուստի, և ասեմ, որ ես այսօր արդեն կրում եմ Ջանայի հագուստը, փորձել է պայուսակների միջոցով համատեղել։ Նշենք նաև, որ այս ընտանիքի մասին բազմիցս հրապարակումներով ենք հանդես եկել, վերջերս էլ Արտաշես Սեթրյանի եղբոր Սեթրակ Ասատրյանի որդու Կրտսեր Արամի հարսանիքներ։ Ընդամենը մեկ ամիս առաջ զույգը պսակադրվեց, նրանց հարսանեկան կադրերը մեծ ինտենսիվությամբ տարածվում էին համացանցով մեկ, դրանք մինչ օրս կարելի է ասել համացանցում ամենադիտվող տեսանյութերն են։ Նրանք Հայաստան էին եկել ամուսնանալու համար, արդեն այսօր գնացել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դե իսկ Արամ Ասատրյանի կինը Աննան գտնվում է Բելգիայում։ Նա ուրախալի լուրով է կիսվել իր հետևորդների հետ ինստագրամյան հարթակում։ Նոր էջ մեր ընտանիքի համար սկսվում է այսօր, մեր ռեստորանը բաց է։ Գրել է Աննան հայտնելով իրենց սեփական ռեստորանի բացման մասին։ Նշենք նաև, որ սա Աննայի հայրական ընտանիքի հաջողությունն է։ Արամն ու Աննան այս պահին գտնվում են առավոտության վրա։ Արամ Ասատրյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, դե իսկ Աննան Բելգիայում է։ Նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել ենք Աննան վարում է իր բլոգը ցույց տալիս ինստագրամյան հարթակում իր առօրյայից հատվածներ, որոնք իսկապես հետաքրքրում են իր հետևորդներին։ Ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան է կազմակերպել, որտեղ ցույց է տվել նաև իր եւ Արամ Ասատրյանի միջև եղած ամենաերկար հեռավորությունը։ Ճանապարհը միշտ չէ, որ հեշտ է լինում, բայց երբ դուք սիրում եք իրար եւ վստահում Աստծուն, ամեն ինչ պատահում է իր ճիշտ ժամանակին։ Երբեք ծանր սրտով պետք չէ քնել։ Գրել է Աննան նշելով, որ սերն ու համբերությունը միշտ հաղթում են։ Նշենք նաև, որ հերթական անգամ ինստագրամում նրան գրել են, որ նա շատ գեղեցիկ հարսնացու էր։ Այս խոսքերին ի պատասխան Աննան նշել է, որ շատ հաճելի է միանշանակ դրական խոսքեր եւ ջերմ մեկնաբանություններ ստանալը հետևորդների կողմից։ Նշենք, որ այս հարսանիքին շատ մեծ ակտիվությամբ նաև տարածվում էին Արամ Ասատրյանի մայրիկի Կարմենի մասնակցությամբ տեսանյութերը։ Նա բավականին երիտասարդ շքեղ տեսք ունի եւ այդպիսով էլ ներկայացել էր որդու հարսանիքին եւ մեծ ուրախությամբ նշել այն։ Նշենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք, որ Արամ Ասատրյանի հարսը Կարմենն ու նրա երկրորդ ամուսինը Արտակը Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո շարունակել են իրենց որդու խնջույքը։ Նրանք իրենց հրապարակումներով ցույց են տվել, թե ինչպես են հենց այնտեղ էլ նշել եւ տոնել որդու Արամի միությունը։ Նրանք հանդիպել են իրենց ընկերների Արա Ղազարյանի եւ Մհեր Բաղդասարյանի հետ ու այդպես լավ երեկո անցկացրել։ Նրանցից յուրաքանչյուրը հրապարակումներ է արել ինստագրամում։ Մհեր Բաղդասարյանը գրել է. «Հարազատ դարձած իմ ընկերները Կարմենն ու Արտակը, շնորհավորում եմ ձեր որդու Արամի ամուսնության կապակցությամբ, Աստված օրհնի ձեր ընտանիքը»։ Արա Ղազարյանն էլ հետևյալն է գրել. «Արտակն ու Կարմենը գովազդատուից դարձան մեր համար իսկական եւ թանկ ընկերներ։ Վերջերս Երևանում նրանց որդու Արամ Ասատրյանի հարսանյաց հանդեսն էր, որին ես հրավիրված էի ու ցավոք չկարողացա ներկա գտնվել։ Այսօր հավաքվել ենք աչքարուսանքի համար, Արտակ ջան, Կարմեն ջան, Աստված թող օրհնի ձեր հրաշալի ընտանիքը»։ Գրել է Արա Ղազարյանը։ Սրանի պատասխան Կարմենը պատասխանել է. «Արա ջան, ձեր նման ընկերներ ունենալը դա հպարտություն է մեզ համար, անչափ շնորհակալ եւ զգացված ենք։ Լավ եւ հավատարիմ ընկերներ ցավոք այսօր շատ քիչ են մնացել, որ կարող են քո ուրախությունը քեզ հետ կիսել։ Արա ջան, Մհեր ջան, անչափ շնորհակալ ենք հրավերքի եւ մեր ուրախությունը մեզ հետ կիսելու համար», նշել է Կարմենը։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք տեսանյութ, որտեղ Կարմենն ու իր որդին Արամ Ասատրյանը հարսանիքի ընթացքում բարել են միմյանց հետ։ Այս բառը ուզել է ներկաներին։ Նրանք բավականին գեղեցիկ բառով են հանդես եկել։ Բարի ընթացքում Կարմենը կարծես թե հուզվել է, իսկ որդին փորձել է հանգստացնել մորը։ Այս տեսանյութը եւս ակտիվորեն տարածվել է համացանցում, այն գրավել է շատերի սրտերը եւ կրկին մարդիկ մեկնաբանություններում գրում են, որ ասես քույր եւ եղբայր լինեն եւ ոչ թե մայր եւ որդի։ Կարմենը այդքան երիտասարդ տեսք ունի։ Նշենք նաեւ, որ Կարմենի մասնակցությամբ այլ տեսանյութեր եւս տարածվել էին համացանցում, որոնց մեկնաբանությունների դաշտը եւս լի էր դրական եւ ջերմ խոսքերով։ Ներկայացնում ենք Արամի եւ մայրիկի ջերմ ու հուզիչ բառը։